Բարձ է, որ ինքը չի հաջողել, ինքը այսօր ելույթ է ունենում ոչ թե հաղթողի, պետական գործչի, ազգի, ղեկավարի, հոր անգամ իր պատկերացրած գերբարով, ինքը բարդված է, ինքը գիտի, որ այլևս չունի ընդրական օրինագարկություն, լեգիտիմ չէ, ուստի եւ այն կառավարությունը եւ անգամ այն պետությունը, որ ինքը փաստացի դե ֆակտո ներկայացնում է, ինքը նույնպես հաճս աշխարհին լեգիտիմ չէ։ Եվ դրա համար ինքը այս ճղացկությունների մեջ է, որը ոչ միայն իր բնավորությունն է, այլ սա ցույց է տալիս, սա մատնում է իրենց իսկ գիտակցությունը, որ հայ ժողովուրդը իրենց ջամփել է եւ իրենք զորով, իրենց բղձումներով, գեղձումներով փորձում են վերջին մի քանի ամիսը կամ մի քանի տարին բահել այդ իշխանությունը։ Պետք չէ զարմանալ, բայց ուղղակի բարձ է, որ շատ մեծ ցավ է, որ հասանք այնտեղ, որ մեզ ներկայացնող անձը իր խմբակով այս որակի է։ Ընդդիմությունը նույնպես իր նպատակներին, ժողովրդի նպատակներին չհասավ։ Եվ շատ կարևոր է, թե սրանից հետո ինչպես պիտի մոտենա մինչ ընդրական, նախընտրական շարժումը համապարփակ, համապետական այլընտրանքը միասնական ուժը չկայացավ։ Հիմա արդեն հետընտրական վիճակում, երբ անմիջապես փողոցային ընդվզում չկազմակերպվեց, արդեն պիտի ընդդիմությունը դուրս գա իր կուսակցականությունից, որքան դժվար է իր աստղային այս ինքնագնահատականից եւ ստեղծի ուշացած թեկուզ այդ համապետական այլընտրանքը եւ որտեղ դիմացը գա ենթադրում խորհրդարանական աշխատանք եւ բայկարը ստեղծի միջազգային ասպարեզում գա սահմանադրական հանրաքվեի խնդիր, որ պետք է կանխվի, գա քաղաքական բանդարգալների հարց, գա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդրական օրենքը սահմանափակելու եւ փոխարեն 300,000 օդարածին մարդկանց ներարգելու խնդիրը եւ վերջում տարածքային ամբողջականության հերթական զիջումները, որ այդ իրենց գրսկանշանի այդ քարտեզը գնալով փոքրանա եւ նվազի։ Այսինքն բայկարի դրվագներ կան մեր արժեվում եւ կարեւոր է, որ ընդդիմությունը արդեն դուրս գա իր ներ գաղաբարված գուսակցական ասած մոդեցումներից չշարի գուսակցությունների անունները այդ ստեղծի օրգանիկ համապարփակ այլընտրանք, որտեղ այս իշխանությունը չի կարող ձգել 5 տարի։ Եթե հանգարց ձգեց դեսականորեն հիպոթետիկ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը այնպես ինչպես որ մենք գիտենք, գոյություն չի ունենալու։ Ինչ վերաբերում է Եվրոպային, պետք չէ միանշանակ ասել, որ Եվրոպան ասպես է, թե Ռուսաստանը այդպես է, կան շահեր, ամեն մեկը հետապնդում է իր շահը, մենք աշխատում ենք դարբեր հոսանքների հետ, որ իրենք ավելի լավ հասկանան վիճակը, բայց բարձր է, որ գա այստեղ մագերեսային աշխարհակահաղական գնահատական, որ առայժմ մինչև հաջորդ առարը մարդիկ հագարուսական բաներ են ասում, պրոեվրոպական, բայց իրենց էությամբ, իրենց քաղաքականությամբ առնչություն որևէ աղերս չունեն եվրոպական քաղաքագործության արժեքների հետ։ Եվ ճիշտ է, որ եվրոպական որոշ ղեկավարներ իրենց արժեքների եւ սկզբունքների հետ գապ չունի։ Եվ միայն Դիգին Ուրսուլան չէ, կա դարբեր գուսակցությունների պատկանող մարդիկ, ովքեր հիմա դանում են այդ գելզ այլընտրանքը, որ Հայաստանում կա մի մարդ, մի ուժ, որ դանում է դեպի Եվրոպա եւ մնացածը հագարակողությունն են ապահովում։ Այդ բادرանքից պետք է Եվրոպան դուրս գա, իրենք այնպես անում են, որ դեֆոլտով Ռուսաստանն է, որ ժողովրդավարության այսպես ջադակովն է եւ աճագիցն է։ Պատկերացրեք, Եվրամիության անդամ դառնալու համար, արդեն դառնալով ազգային հարցերին, հոլոկոստ հրյաների ողջագիզում ընդունել, ճանաչել, դատաբարտել նախապայման է, չես կարող Եվրոպայի միության անդամ դառնալ, եթե դու մարդկության դեմ հանցագործությունների ցեղասպանության ողջագիզման ժխտող ես, ուրացող ես, դա արդեն գրված եւ չգրված նախապայման է։ Իսկ մեր դեպքում ինչ է գնում, որ պաշտոնական իրենց գրքոտ հրեդորաբանության հետքերով, իրենց պաշտոնական օդարածին եւ օդարածարա քաղաքականությամբ այնպես է գնում քաղաքականությունը, որ Հայաստանը ուզում է մտնել
միջազգային կառույցներ, Եվրամիություն, ոչ թե բանջելով մեր իրավունքը, ճանաչումը ցեղասպանության, որ շարունակվել է վերջի տարիների ընթացքում Արցախում, դադարում բնտելով եւ ստիպելով, այլ ուրացման միջոցով մտնել Եվրամիություն։ Այսինքն արդեն գնացել է արևդուրը բազար այնպես Հայաստանի նաեւ նախաձեռնությամբ, Բաքվի Անկարայի միջնորդությամբ, որտեղ կարելի է մերցանալ, բայց ազգային հարցերը չբարձրացնել։ Այստեղ արդեն գալիս ենք մեր բուն ինքնության, մեր իրավունքների հետապնդման եւ մեր արժանապատվության վերականգնման հարցին։ Ամեն մեկը հետապնդում է իր շահը։ Եվրոպայի ղեկավարությունը ներկայությամբ սխալուղու վրա է եւ ինքը պիտի տեսնի այդ սխալը։ Մեր հարցը այն է, որ այս վիճակը, որ ներհայաստանյան է, ներհայկական է, մենք պետք է փոխենք այս առաջիկա ամիսների ընթացքում։ Եվ այստեղ է, որ վերադառնում եմ լեգիտիմության հարցին։ Հայաստանի կառավարությունը իր գործող իշխանով հանդերձ չունի որևէ ընդրական միջազգային ներքին հասարակական լեգիտիմություն։ Պիտի դրանից փոխեցնենք, որ առաջիկա շաբաթների եւ ամիսների ընթացքում այնինչ որ մենք այսօր տեսնում ենք Վարոն Զարուգյանի հետ, պիտի շարունակվի, ասենք Աստված շանի, բայց պիտի շարունակվի ուրիշների հետ, ունենք հիմա քաղաքական գործիչներ, լրագրողներ, դասախոսներ, փաստաբաններ, տեխնազուներ, դարբեր տեսակի դիմ ներկայացուցիչներ, ովքեր հիմա նստել են բանդում։ Հիմա բռնել են մի մարդու եւ քաղաքական process-ի մասնակցի եւ փորձում են աշխարհի արչեւ եւ քաղաքացու արչեւ իրեն բամ դարձնել։ Ավելի հագաբետական հագամարտկային բան ես չեմ պատկերացնում, ժողովուրդը եւ ընդդիմությունը միասին պետք է դառնան այդ շարժիչ ուժը, որ այս վիճակը փոխել։ Թե ոչ պիտի վազվզի ուրիշներին նման օրինակելով, իմիտացիա անելով եւ պիտի ասի դու ինչու ողջ ես, ինչու չես մերել, ինչու չես սատկել փառք նահատակներին եւ սա պիտի լինի իր գրքոտ հրեդորապանությունը, որ մարդիկ կարծում են, որ փայլուն է, թե լավ է, ոչ, դες չէ։ Բանդարգալները, Բաքվի բադանտները, հայաստանյան մեր կալպանդարգալները պետք է լինեն ամենօրյա օրագարկում եւ մեր դարածքային ամբողջականությունը, մեր քաղաքացիների իրավունքը պետք է պահպանենք։